Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ, կարևորի մասին նախամարոտ։ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը անդրադարձել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Հայաստան այցին։ Գերատեսչության խոսնակի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Ռուբիոն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկել են Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագիծը եւ Հայաստանում կայանալիք ընտրությունները։ Հայաստանի Հանրապետության բանակի զինանշանը փոխվել է։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նախկին զինանշանում առկա էին զինանշանագիտական եւ գաղափարաբանական թերություններ։ Պաշտպանական գերատեսչությունը մանրամասնորեն ներկայացրել է նոր տարբերակը։ Գազի գին ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքներ, տնտեսական արտոնությունների վերացում, որքան մոտենում է ազգային ժողովի ընտրությունների օրը, այնքան Ռուսաստանից հնչող հայտարարությունները դառնում են կոշտ ու սպառնալից։ Մոսկվան փորձում է ամեն կերպ ազդել Հայաստանի ներքաղաքական գործընթացի վրա։ Իրավապահները խուզարկություն են իրականացրել նաև ԲՀԿ-ի Վանաձորի գրասենյակում, կան 10-ից ավելի ձերբակալվածներ։ Նրանք անցնում են ընտրակաշարք տալու քրեական վարույթով։ Բանակում պայմանագրային ծառայությունը խթանելու նոր գործիքակազմից մինչև թանգարանների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում։ Կառավարության այսօրվա նիստում եւս քննարկվել են մի շարք կարևոր նախագծեր, այդ թվում վարորդական իրավունքի վերականգնման նոր մեխանիզմը։ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը անդրադարձել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Հայաստան այցին։ Գերատեսչության խոսնակի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Ռուբիոն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկել են Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագիծը եւ Հայաստանում կայանալիք ընտրությունները։ Ղեկավարները հայտարարել են Թրիփի վերաբերյալ երկկողմ շրջանակային համաձայնագրի մասին եւ ստորագրել ռազմավարական գործընկերության կանոնադրությունը եւ կարեւորագույն հանքանյութերի մասին փոխըմբռնման հուշագիրը։ Այս փաստաթղթերը խորացնում են մեր երկկողմ հարաբերությունները եւ առաջ են մղում 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև նախագահ Թրամփի պատմական խաղաղության գագաթնաժողովի ժամանակ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, ասված է հաղորդագրության մեջ։ Հայաստանի Հանրապետության բանակի զինանշանը փոխվել է։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նախկին զինանշանում առկա էին զինանշագիտական եւ գաղափարաբանական թերություններ, ըստ գերատեսչության նոր տարբերակում արծիվը ներկայացված է ամբողջական, բաց կտուցով եւ մարտական տեսքով, ինչը խորհրդանշում է բանակի ուժը, զգոնությունը ու մարտական ոգին։ Սիրելի հայրենակիցներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության բանակի արդիականացված նոր զինանշանը։ Նախ անդրադառնանք զինանշանի արդիականացման անհրաժեշտության պատճառներին։ 2001 թվականին հաստատված եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նախկին զինանշանում առկա էին մի շարք զինանշանագիտական, ձևաբանական, գաղափարաբանական թերություններ։ Ուստի բանակի կերպափոխման համատեքստում նախաձեռնվել է նաեւ զինանշանի արդիականացման ծրփագրման գործընթացը։ Նախկին զինանշանի հիմնական կերպարը արծիվը ունի հերալդիկ եւ գեղագիտական էական թերություններ։ Արծիվը պատկերված է փակ կտուցով։ Հերալդիկայում փակ կտուցը համարվում է հանգիստ, ոչ մարտական վիճակ, հաճախ ընկալվում է անշունչ կերպար, ինչը հակասում է բանակի էությանը։ Բացակայում է արծվի հիմնական մարմինը՝ իրանը։ Այն ձուլված է ընդհանուր մակերեսին, ստեղծելով միայն փետուրներից հավաքված արծվակերպ պատկեր։ Բացակայում են արծվի վերջույթները, ճանկերը, զենքը։ Սա ստեղծում է անդամահատված, անզոր խոցելի էակի տեսք, ինչն անթույլատրելի է բանակի խորհրդանիշի համար։ Նախկին զինանշանում սուրը տեղադրված է վահանի հետևում, ինչը հերալդիկայում պաշտպանությանը ոչ պատրաստ լինելու նշան է։ Սակայն Հայաստանի Հանրապետության բանակի առաքելությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, տարածքային ամբողջականության պաշտպանությանը մշտապես պատրաստ լինելն է։ Զինանշանի նախկին տարբերակում առկա է պետական դրոշի պատկերման կոպտագույն սխալ։ Այն ներկայացված է ոչ թե որպես մեկ ամբողջություն, այլ մասնատված է առանձին ժապավենների կամ կտորների։ Դրոշի այսպիսի աղավաղումը խորհրդաբանորեն կարող է մեկնաբանվել որպես պառակտված, մասնատված կամ ոչ ամբողջական պետականություն։ Հայաստանի Հանրապետության բանակի նոր զինանշանի նկարագրությունը։ Նոր զինանշանի կենտրոնական կերպարը, արծիվը, վերաիմաստավորվել է, պատկերված է լիակատար կենդանի եւ ամբողջական մարմնավորմամբ։ Հստակ երևում են գլուխը, մարմինը, թևերը եւ ճանկերը, հաղթահարելով նախկին զինանշանի բացթողումները։ Արծվի կտուցը բաց է, ինչը հերալդիկայում խորհրդանշում է կենսունակություն, պատրաստակամություն, զգոնություն, խոսքի եւ ուժի իրավունք։
Որպես թագակիր գիշատիչ, արծվի հստակ եւ դինամիկ կեցվածքն ուղղակիորեն խորհրդանշում է Հայաստանի Հանրապետության բանակի արթնությունն ու մարտական ոգին։ Այն մարմնավորում է բանակի առաքելությունը պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը, սուվերենությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Նոր զինանշանում արծվի կերպարն ամրապնդվում է նրա հետևում շողացող ոսկեգույն արևով, որի ճառագայթները հստակորեն ծավալվում են շրջանաձև։ Արևն այստեղ հանդես է գալիս որպես լույսի եւ կենսունակության խորհրդանիշ, մարմնավորելով հայ ժողովրդի հարատևման գաղափարը։ Ընտրված ոսկեգույնը պատահական չէ, այն հավերժականության, բարեկեցության եւ իշխանության գույնն է։ Արևի տեղադրությունն արծվի թիկունքում ընդգծում է այն սրբազան արժեքները, որոնք գտնվում են պետության, արծվի, հովանու եւ պաշտպանության ներքո։ Արծվի կրծքին տեղադրված է կլոր ոսկեգույն վահան, որը զարդարված է հայկական ութաթև արևախաչով, իսկ կենտրոնում սերմնահատիկով, որպես Հայաստանի Հանրապետության բանակի կենտրոնաձիգ խորհրդանիշ։ Սերմը մարմնավորում է ապագա զինվորներին, որոնք ռազմի դարբնոցում պիտի ծլարձակեն, ծառ ու պտուղ դառնան եւ հավերժական անընդհատության խորհրդով նորից սերմ տան։ Վահանը արծվի վրա պաշտպանության խորհրդանիշ է։ Արծիվն իր երկու ճանկերում բռնել է պատմական նշանակություն ունեցող զենքեր՝ ձախում ոսկեգույն սուր, իսկ աջում Հայաստանի Հանրապետության բանակի պահապան Աշոտ երկաթի սուրբ խաչը, Հայաստանի բանակի զինվորական թալիսմանը։ Սուրն արծվի ճանկում խորհրդանշում է միշտ պատրաստ կարգավիճակը։ Զինանշանի վերին հատվածում պատկերված է Հայաստանի պետական դրոշի եռագույնը եւ Հայաստանի Հանրապետության քարտեզը։ Այս տարը զինանշանը ներդաշնակորեն կապում են Հայաստանի Հանրապետության հետ, ընդգծելով, որ բանակն անվտանգության երաշխավորներից մեկն է։ Կերպափոխման հայեցակարգով նախատեսված բարեփոխումները Հայաստանի Հանրապետության բանակում շարունակվում են։ Համացանցում որոշ օգտատերեր կեղծ տեղեկություններ են տարածում, թե իբր վաղը մարզերից եկող ճանապարհները փակ են լինելու։ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ նշվածը ապատեղեկատվություն է։ Պաշտպանական գերատեսչությունը եւս մեկ անգամ հայտնել է, որ Հանրապետության հրապարակում սիրով սպասելու են մեր բոլոր հայրենակիցներին։ Սիրելի հայրենակիցներ, ավարտեցինք զորահանդեսի նախապատրաստության վերջին աշխատանքները։ Վաղը 9:30-ից բոլորից սպասում ենք Հանրապետության հրապարակում։ Եկեք եւ վայելեք Հայաստանի Հանրապետության նոր բանակը, նոր դիմագծով, նոր սպառազինությամբ, նոր հանդերձանքով։ Բոլորից սիրով սպասում ենք Հանրապետության հրապարակում։ Մայիսի 28-ին 9:30-ին։ Շնորհակալ եմ։ Հայաստանի վերաբերել ռուսաստանցի պաշտոնյաների մեղմասած զգուշացնող հայտարարությունները չեն դադարում։ Նրանցից ոմանք նույնիսկ իրենց պարտքն են համարում Հայաստանի արտաքին քաղաքականությունը ու հայ-ռուսական հարաբերություններին անդրադառնալ պարբերաբար։ Հերթական հայտարարություններն են հնչել Սերգեյ Շոյգուի կողմից, նշել է, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում նոր սպառնալիքներ են առաջանում, հիմնականում ՆԱՏՕ-ի եւ եվրոպական երկրների կողմից։ Մոսկվայում ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստում նա նշել է, թե հայկական կողմը շարունակում է բոյկոտել ՀԱՊԿ միջոցառումները, դժգոհելով Ղարաբաղյան հակամարտության ընթացքում կազմակերպության արձագանքից։ Ռուսաստանի Դաշնության պաշտոնյան ընդգծել է, որ ՀԱՊԿ միջամտում է միայն անդամ երկրի տարածքի վրա հարձակման դեպքում եւ պնդել, որ Հայաստանի վրա հարձակում չի եղել։ Շոյգուն կամ հատուկ ստում է կամ ամենայն հավանականությամբ հիշողության հետ կապված խնդիրներ ունի։ Բանը այն է, որ Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման ժամանակ Երևանը ՀԱՊԿ-ին չի դիմել։ Դիմել է այն ժամանակ, երբ հարձակում է իրականացվել Հայաստանի դեմ, սակայն ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ՀԱՊԿ-ը իրենց ստանձնած պարտավորությունները կատարելու փոխարեն կասկածի տակ են դրել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, հայտարարելով, թե իրենք չգիտեն, որտեղով է անցնում մեր երկրի սահմանը։ Որքան մոտենում է ազգային ժողովի ընտրությունների օրը, այնքան Ռուսաստանից հնչող հայտարարությունները դառնում են կոշտ ու սպառնալից։ Մոսկվան փորձում է ամեն կերպ ազդել Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա։ Գազի գնի, ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքների եւ տնտեսական արտոնությունների վերացման մասին նախազգուշացումներով ուզում են ցույց տալ հայ ժողովրդին, թե ինչ գին կարող է ունենալ ոչ ռուսամետ իշխանության ձևավորումը։
Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն ու ռուսական չորրորդ իշխանությունը կարծես ամեն կերպ փորձում են միջամտել Հայաստանի ներքաղաքական օրակարգին, հատկապես ազգային ժողովի ընտրություններից առաջ։ Մոսկվայից հնչող ազդակներն այլևս ոչ թե պարզապես դիվանագիտական դժգոհություններ են հիշեցնում, այլև ավելի շատ նման են արտաքին ճնշման փորձի, որով Մոսկվան ուզում է ազդել Հայաստանի քաղաքացու ընտրության վրա։ Ռուսաստանին ակնհայտորեն դուր չի գալիս Հայաստանի ներկայիս իշխանության բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը, Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը, արևմտյան գործընկերների հետ կապերի ակտիվացումը եւ ռուսական ազդեցությունից աստիճանական դուրս գալու փորձը։ Այս ֆոնին Մոսկվայի համար ցանկալի է Հայաստանում տեսնել իշխանություն, որը երկիրը կպահի ռուսական ազդեցության գոտում եւ կվերադարձնի նախկին կախվածության տրամաբանությանը։ Հենց սրանով են պայմանավորված ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, նաեւ տարբեր պարբերականներում հրապարակվող հոդվածները։ Ըստ ռուսական կոմերսանտի Ռուսաստանը կարող է միակողմանիորեն կասեցնել կամ ամբողջությամբ չեղարկել Հայաստանի հետ 2013 թվականին ստորագրված համաձայնագիրը, որով Հայաստանին արտոնյալ պայմաններով մատակարարվում են բնական գազ, նավթամթերք եւ չմշակված ադամանդներ։ Պարբերականի տվյալներով այդ մասին նշված է Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի մայիսի 25-ին Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն ուղարկված նամակում։ Ռուսական կողմն ըստ հրապարակման ռուս-հայկական տնտեսական եւ ներդրումային գործակցության համար վտանգավոր է համարում Հայաստանի եվրոպական ուղղությունը։ Այլ կերպ ասած, Մոսկվայի ուղերձը պարզ է։ Եթե Երևանը փորձի ինքնուրույն ընտրել իր արտաքին քաղաքական ճանապարհը, Ռուսաստանը կարող է վերանայել այն տնտեսական պայմանները, որոնք տարիներ շարունակ ներկայացվել են որպես դաշնակցային աջակցություն։ Իրականում սա դասական ռուսական գործիքակազմ է։ Նախ ստեղծել կախվածություն, հետո այդ կախվածությունը ներկայացնել որպես բարեկամություն, իսկ անհրաժեշտ պահին օգտագործել որպես ճնշման լծակ։ 2013 թվականի համաձայնագրով Ռուսաստանը վերացրել էր Հայաստանին մատակարարվող գազի, նավթամթերքի եւ ադամանդների արտահանման մաքսատուրքերը։ Դա այն շրջանն էր, երբ Հայաստանը շարժվում էր դեպի ԵԱՏՄ անդամակցություն։ Համաձայնագրով Ռուսաստանը Հայաստանին մատակարարում է ներքին սպառման համար նախատեսված գազ եւ վառելիք, արգելելով դրանց վերարտահանումը երրորդ երկիր։ Հայաստանը գրեթե ամբողջությամբ կախված է ռուսական գազից։ 2025 թվականին Գազպրոմը Հայաստան է մատակարարել շուրջ 2.7 միլիարդ խորանարդ մետր գազ։ Իրանից Հայաստան է ներկրվում եւս մոտ 476 միլիոն խորանարդ մետր գազ։ Գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի շրջանակում։ Գազի թեման վերջին օրերին դարձավ նաեւ բաց քաղաքական ուղերձ։ Մայիսի 25-ին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը զգուշացրել էր, որ եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, ռուսական գազի արտոնյալ գինը կարող է դառնալ շուկայական։ Պեսկովը նաև նշել է, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում եւ աշխատանքային մակարդակով կմասնակցի Աստանայում կայանալիք միության գագաթնաժողովին։ Ըստ նրա, ԵԱՏՄ հանդիպումների օրակարգը բարդ է, կախված Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Ռուսական պետական մեդիան էլ իր հերթին փորձում է Երևանին հիշեցնել, թե ինչ կարող է լինել, եթե Հայաստանը շարունակի իր արևմտամետ քաղաքականությունը։ ՌԻԱ Նովոստին հրապարակել է հաշվարկ, ըստ որի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի արտաքին առևտրի գրեթե 40%-ը կարող է հայտնվել ռիսկի տակ։ Հրապարակման մեջ շեշտվում է, որ 2025 թվականին Հայաստանի եւ ԵԱՏՄ-ի երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 8.2 միլիարդ դոլար, որից հիմնական մասը բաժին է ընկել Ռուսաստանին։ Այսինքն, ռուսական պետական լրատվամիջոցն այս հոդվածով փորձում է ազդել հայաստանյան ընտրությունների վրա, այդ կերպ ժողովրդին զգուշացնելով, որ եթե Հայաստանը չգնա Մոսկվային հարմար ճանապարհով, ապա կկորցնի գազը, շուկան, այլ արտոնություններ։ Միևնույն ժամանակ Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ նման նամակ չեն ստացել։ Ի դեպ, Հայաստանը վերջին տարիներին սկսել է աստիճանաբար դիվերսիֆիկացնել վառելիքի ներմուծումը։ Բենզինի որոշ տեսակների մասով ռուսական մասնաբաժինը նվազել է։ Մատակարարներ են դարձել Ռումինիան, Եգիպտոսը, Բուլղարիան եւ այլ երկրներ։ Սա նշանակում է, որ Հայաստանն իր բազմավեկտոր քաղաքական օրակարգով արդեն դուրս է եկել մեկ կենտրոնից կախվածությունից, եւ չնայած այլ ընտրանքները կարող են ավելի թանկ եւ լոգիստիկ առումով բարդ լինել, բայց դրանք նաեւ նվազեցնում են մեկ կենտրոնից կախված լինելու վտանգը։ Հայաստանի ազգային ժողովի ընտրությունները նշանակված են 2026 թվականի հունիսի 7-ին եւ միջազգային որոշ պարբերականներ նույնպես ընտրությունները դիտարկում են Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև Հայաստանի քաղաքական ուղղության պայքարի համատեքստում։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։
Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի ընտրվել ուժեղ Հայաստան կուսակցության 8 կողմնակիցները Մասիս համայնքի Արբաթ գյուղից։ Կոմիտեից տեղեկացրել են, որ կընտրակաշառք տալու ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ, կատարվում են վարույթային գործողություններ։ Իրավապահները խուզարկություն են իրականացրել նաև ԲՀԿ-ի Վանաձորի գրասենյակում, կան 10-ից ավելի ձերբակալվածներ, նրանք անցնում են ընտրակաշառք տալու քրեական վարույթով։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ նրանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ 1-ի նկատմամբ տնային կալանքը։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի և ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գրասենյակի պատասխանատուն այլ անձանց հետ ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։ Ախելհունի սուրո փողը ախելու է, բայց ոնց անեն, որ հարաբերտ մի 4-5 հոգի ընտրեն, հերիքա։ Տալիս եմ էլի։ Տալիս եմ, ինչքան տամ, քանի հոգի կընտրեն, ասա։ Տալիս եմ, ինչքան ընտրեն։ Որ կամ ասեմ ապրի։ Հա։ Ես Հա։ 4 հոգուն ինչքան տան, 20 մանետ տան, 20,000 դրամ տան, թողեք օրը խմեն։ Հրացը դա մենք ընդիմատ չենք գնանչում, գնանք բրնվեն։ Ասլանը շատ այս քիչ է։ 20,000 դրամ քարաբերցին մայն տալի։ Մի 10 հոգել իսկի ես թմանում, 50 իսկի եմ։ Քարաբերցը տիրեք, խոտոսին ալեկան։ Դե 4 հոգում 20 հաշվին կան։ Ով։ Ես չեմ կարատան։ Հա, ծո, 20 մանետ նրանց, 50 քեզ, մի 20 էլ կտամ, 5 Սիլվային կտաս, են էլ կտեն ասում ինչ անելու է, էդ ինչ տարա։ 90-100 մանետ կտամ քեզ։ Հա, չէ, 100 մանետ կտամ քեզ։ Էսա կորը գնամ տեն փողերը։ Օշնի լավ չէ, դուք ժողովրդին պես բաժանին, 50-ը քունն ադյան, 425-ը քունը, դե ժողովրդին։ Նայ, մի վերջի դոքը ցույց տամ նոր, ըստ մեր հաշվարկի, որ իմը քունից 400 դիվի, իմը 850-ը, քունը 500։ Բայց մի անձին ինչքան կտակ։ Չէ, անձոր չի, անձոր։ Անձահաշիվ չեն տա։ Մի օրինակ դու ձայն հվարկեցիր, դու մի բան կստանաս, մի ակտիվի թող։ Հա։ Նայած քանի անուն, ազգանուն, հեռախոսի համար հասցե։ Բայց հեռախոսով էր թեմայով չխոսը։ Հմի չես կամ մի 15 ձայն հվարկես վային։ Արտաշատից լի, որ գանո տեղեքից էլի, մարզից, հետես ունեն ասա, անդրեն 200,000 դրամը քիչ չի, ստացին իսավի ոչ կկոտրի։ Դեպքի արդիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու Սպարտակ Ղուկասյանի տնային կալանքը դատարանի որոշմամբ Բանտայինով է փոխարինվել։ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Սպարտակ Ղուկասյանը 3 ամսով կալանավորվել է ամիսներ առաջ դատարանի դահլիճում հնչեցրած վիրավորական արտահայտության համար հարուցված քրեական վարույթի շրջանակներում, որը որակվել էր մի խումբ անձանց կողմից տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ օգտագործելով կատարված խուլիգանություն։ Սպարտակ Ղուկասյանը ներգրաված է նաև Վարդան Ղուկասյանի ձերբակալության օրը համայնքապետարանի դիմաց տեղի ունեցած իրադարձությունների գործով։
Բանակում պայմանագրային ծառայությունը խթանելու նոր գործիքակազմից մինչև թանգարանների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում։ Կառավարության այսօրվա նիստում ևս քննարկվել են մի շարք կարևոր նախագծեր, այդ թվում վարորդական իրավունքի վերականգնման նոր մեխանիզմը, պետական կառավարման թվայնացման կարևոր նախաձեռնությունը, որը պետք է ապահովի պետական համակարգերի միջև տվյալների անվտանգ փոխանակումը։ Կառավարությունն առաջարկում է նոր պայմաններ սահմանել այն զինծառայողների համար, որոնք պարտադիր զինվորական ծառայությունից հետո ցանկանում են շարունակել ծառայությունը պայմանագրային հիմունքներով։ Ըստ փոփոխությունների, եթե զինծառայողն առաջին 5-ամյա պայմանագրից հետո ևս որոշի շարունակել ծառայությունը, ապա կստանա հավելյալ պատվովճար։ 2 տարվա նոր պայմանագիր կնքելու դեպքում նախատեսվում է 1.500.000 դրամ, իսկ 5 տարվա պայմանագրի դեպքում 5 միլիոն դրամ պատվովճար։ Որոշման նախագծով փոփոխվում է նաև Պաշտպան հայրենիաց ծրագրով պայմանագրային ծառայության փոխադրվելու համար սահմանված ժամկետը, որի արդյունքում ծրագրով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու դիմում կարող են ներկայացնել պարտադիր զինվորական ծառայության 4 ամիսը լրացած զինծառայողները, նախկին 6 ամսվա փոխարեն։ Այսինքն 4 տարի ծառայում է, որից հետո պիտի կնքի 5 տարվա պայմանագիր առնվազն։ Ոչ, ինքը 4 ամիս ծառայում է, կնքում է 5 տարվա պայմանագիր, 5 տարին լրանալուց հետո ստանում է 5 միլիոն պատվովճարը, եթե ինքը ցանկություն է հայտնում շարունակել, կնքում է ևս 5 տարվա պայմանագիր եւ ստանում է կրկին 5 միլիոն դրամ պատվովճար։ Իսկ եթե կցանկանա 2 տարի, ապա կստացվի, որ 7 տարի ծառայության համար ինքը կստանա 6.5 միլիոն դրամ պատվովճար գումարած իր ամենամսյա աշխատավարձը։ Հաջորդ թիվ քննարկվեց թանգարանների մասնագիտական աշխատակիցների վարձատրության բարձրացման նախագիծը։ Խոսքն այն մասնագետների մասին է, որոնք զբաղվում են մշակութային արժեքների պահպանությամբ, ցուցադրությունների կազմակերպմամբ, գիտական աշխատանքով եւ կրթական ծրագրերով։ Ըստ այդմ մշակվել է եւ հաստատվել է թանգարանային աշխատողների ատեստավորման կարգը, որը հաստատված է նախարարի հրամանով եւ արդեն իսկ պաշտոնապես հրապարակված է, եւ այժմ նաեւ հատկացնելով անհրաժեշտ միջոցները մենք կկարողանանք թանգարանային ոլորտում մեկնարկել ատեստավորման գործընթացը, որը իրենից կներկայացնի բանավոր եւ գրավոր թեստավորման փուլերի համակցություն եւ նաեւ հուլիսից սկսած արդեն իսկ ատեստավորման գործընթացից հետո դրական հաղթահարած աշխատակիցները կկարողանան համապատասխան հավելավճարներ ստանալ, ասեմ, որ միջինում նախատեսում ենք, որ 57% աճ կգրանցվի վարձատրության համակարգի, պետք է ասեմ, որ պաշտոնների 8 խմբեր են առանձնացված, որտեղ մասնագիտական տարբեր գործառույթներ իրականացնող աշխատակիցներ կան եւ արդյունքում միջին ամսական աշխատավարձը կհասնի շուրջ 200.000 դրամի։ Առաջարկվող փոփոխությամբ 583 աշխատակիցների աշխատավարձը միջինում կավելանա մոտ 68.000 դրամով։ Մեկ այլ նախագծով առաջարկվում է առաջին անգամ զրկված վարորդներին հնարավորություն տալ մեկ անգամ վերականգնել իրավունքն առանց քննության, սակայն դրա փոխարեն սահմանվելու է 1 տարվա փորձաշրջան։ Այդ ընթացքում վարորդը կունենա ոչ թե 13, այլ ընդամենը 6 տուգանային միավոր։ Եթե այդ միավորները սպառվեն, անձը կրկին կզրկվի վարելու իրավունքից 1 տարի ժամկետով։ Իրավունքը վերականգնելու համար սահմանվելու է նաև 50.000 դրամ պետական տուրք։ Թեմայի առնչության բավական երկար ժամանակահատվածում մեր քաղաքացիները բարձրաձայնել են այս հարցը, ընդ որում թեման նաև հաղորդակցվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ, վստահ եմ տեղյակ եք, որ փորձել ենք համատեղ դուրս բերել բալանսավորված որևէ լուծում այս տեսանկյունից եւ ըստ էության նախագիծը միտված է այդ լուծման իրացմանը։ Գործադիրի անդամներին ներկայացվեց նաև թվային կառավարման ոլորտին վերաբերող կարևոր նախագիծ, խոսքը պետական մարմինների տեղեկատվական համակարգերի միջև տվյալների փոխանակման նոր միասնական շերտ ստեղծելու մասին է։ Նոր համակարգի ներդրման արդյունքում պետական մարմինները տվյալները կստանան անմիջապես միմյանցից անվտանգ թվային միջավայրում։ Սա հայտնի է մեկ հարցման սկզբունքով։ Եթե նախկինում կամ որոշակի ներկայիս պրոցեսների ժամանակ քաղաքացին դիմում էր որևիցե մեկ պետական մարմին եւ պետական մարմինը պահանջում էր անվանենք տեղեկանքներ բերել այլ պետական մարմիններից, քաղաքացին գնում էր ֆիզիկապես դա հավաքում էր կամ որոշակի տվյալներ, որոնք այսօր հասանելի են, փոխանցվում էին նախկին ճարտարապետությամբ, այժմ արդեն մեկ նույնականացման պարագայում քաղաքացին հարցում է կատարելու պետական մարմինի, իսկ պետական մարմինը տվյալ համակարգին միացած մյուս բոլոր մարմինների ստանալու այդ տվյալները թեթևացնելով քաղաքացու հոգսը։ Նախագիծը հիմնված է միջազգային փորձի վրա, մասնավորապես Էստոնիայի X-ROAD համակարգի։ Այն ապահովում է տվյալների գաղտնագրում, անվտանգ փոխանցում եւ բոլոր գործողությունների վերահսկելիություն։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։
Միացյալ Նահանգների զինված ուժերը կազմել են Իրանում ռազմական թիրախների նոր ցուցակ այն դեպքում, եթե Վաշինգտոնը որոշի վերսկսել գործողությունները Իսլամական Հանրապետության դեմ։ Այս մասին հայտնել են NBC հղումանելով աղբյուրներին նրանց տվյալներով, դրանք բարդ թիրախներ են, որոնց ոչնչացումը պահանջում է ավելի մեծ ջանքեր, քանի որ Իրանի տարածքում նրանց գտնվելու վայրերը խիստ թաքցված են եւ ունեն անվտանգության ավելի բարձր մակարդակ։ Սակայն ինչպես նշվում է հեռուստաալիքը, Պենտագոնի կողմից ցուցակի կազմումը չի նշանակում, որ Միացյալ Նահանգները պատրաստվում են մոտ ապագայում հարվածներ հասցնել։ Այդ թիրախների վրա հարձակումը կախված կլինի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի Իրանի հետ բանակցությունների արդյունքում կայացրած քաղաքական որոշումից։ Միջազգային նյութությունները տեսաշարով։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Վաշինգտոն նահանգում քիմիական բակ է պայթել, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 9 մարդ վիրավորվել, եւս 9 մարդ համարվում է անհետ կորած։ Դեպքը տեղի է ունեցել Լոգվյու քաղաքում գտնվող արտադրամասում։ Վնասված բաքում պահվում էր սպիտակեղուկ կոչվող քիմիական լուծույթը, որն օգտագործվում է թղթի արտադրության մեջ եւ պարունակում է նատրիումի հիդրոքսիդ եւ նատրիումի սուլֆիդ։ Որոշ վիրավորներ ստացել են ծանր քիմիական այրվածքներ։ Միաժամանակ իշխանությունը վստահեցնում է, որ միջադեպն ուղղակի վտանգ չի ներկայացնում շրջակա բնակչության համար։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով նախորդին երկրի հարավում Իսրայելի իրականացրած հարվածների հետևանքով զոհվել է 31 մարդ, այդ թվում 4 երեխա, իսկ 40 մարդ վիրավորվել է։ Լիբանանի ազգային լրատվական գործակալության փոխանցմամբ իսրայելական անօդաչու սարքերից մեկը հարվածել է հիվանդանոցի մերձակատարածքին, զգալի վնաս հասցնելով բուժհաստատությանը։ Չնայած գործող հրադադարին, Իսրայելը շարունակում է ուժեղացնել ռազմական գործողությունները Հեզբոլահի դեմ։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ հարվածները կուժեղացվեն։ Ըստ Գարդիանի, Իսրայելի իշխանությունները հրամանագիր են արձակել Նաբի Սամուել սրբավայրի շրջանում հողամասի բռնագանձման վերաբերյալ։ Սրբավայրը գտնվում է Հորդանան գետի արևմտյան ափում, Երուսաղեմից հյուսիս եւ քրիստոնեական, հրեական ու մահմեդական ավանդույթներում համարվում է աստվածաշնչյան մարգարե Սամուելի թաղման վայրը։ Տարածքում գործում է նաեւ մզկիթ, որը տնօրինում է Վաքֆ պաղեստինյան մահմեդական ունեցվածքի կառավարման մարմինը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ վերջին 24 ժամվա ընթացքում եւս 25 նավ եւ նավթային լցանավ է անցել Հորմուզի նեղուցով իրանական հրամանատարության հետ համաձայնությունից հետո։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հայտարարության համաձայն անցած նավերի թվում եղել են նավթային լցանավեր, բեռնարկղային եւ այլ առևտրային նավեր, որոնց անվտանգությունն ապահովվել է իրանական կողմի համակարգմամբ։ Հայտարարությունում նաեւ նշվում է, որ Իրանն ամբողջ զորությամբ վերահսկում է Հորմուզի նեղուցը եւ ցանկացած ագրեսիայի դեպքում խոստանում է ջախջախիչ պատասխան։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզյան հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է վերցնել Իրանի հարստացված ուրանը, եթե Թեհրանը նման խնդրանքներ կայացնի եւ դա դառնա Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հնարավոր համաձայնագրի մի մասը։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի խոսքով նման տարբերակը կարող է քննարկվել բանակցային գործընթացի շրջանակում։ ՆԱՏՕ-ն նախատեսում է Ռուսաստանի եւ Բելարուսի սահմանների մոտ տեղակայել շուրջ 60,000 զինծառայողից բաղկացած 3 դիվիզիա։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Աղբյուրի փոխանցմամբ ստորաբաժանումները կտեղակայվեն Լատվիայի եւ Էստոնիայի տարածքում։ Խաղաղ ժամանակ այնտեղ կգործի հիմնականում հրամանատարական կմախքային կառուցվածք, սակայն այն կունենա հրետանու, հակաօդային պաշտպանության եւ բժշկական ծառայությունների անհրաժեշտ մասնագետներ, որպիսի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի արագորեն լրացուցիչ զորքեր տեղակայել։ Այս շամի համար այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին, ցտեսություն։